Ավետիք Չալաբյանի կինը դժվարանում է երեխաներին բացատրել, ինչու են ձերբակալել հայրիկին։ Կալանավորման օրը տանն են եղել, տեսել են ինչպես են խուզարկում տունն ու ոստիկանների ուղեկցությամբ տանում հորը, պատճառը չգիտեն։ Երբ որ մարդիկ գալիս են առավոտվա 7-ին, դուրը թակում են ներս են մտնում ու սկսում են տունը փնտրել, պարզը բոլորը քնած, ինչ որ քնից արթնանում են, երեխաներն էլ հետ է, մեկի սենյակից են հանում, որ սենյակը իր ասենք երեխաների սենյակում են ինչ որ խուզարկություններ անեն, ոչ մի բան չեն գտնում, այսինքն ես չգիտեմ, ինձ թվում է այդ ձևական էր ամբողջ, չենք ոչինչ չէին փնտրում, միակ բանը որ վերցրեցին դա ավետիքի հեռախոսն էր ու վերջում էլ ասացին որ ձերբակալում են, այսինքն դա ինչ որ sense ինչ որ քայլերի հաջորդականությունը միանգամից կարող էին ասել ձերբակալության թուղթ տանի։ Ազատություն քաղբանտարկյալներին, ոչ ընտրովի արդարադատությանը, գրություններով, պաստառներով ավետիք Չալաբյանի աջակիցները հավաքվել են Սարյանի այգում, ի աջակցություն Չալաբյանի եւ մյուս քաղբանտարկյալների։ Կալանավորվածների եւ քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձած միջին հաշվով կրթական մակարդակը շատ բարձրացել է։ Մենք այսքան բարձրագույն կրթությամբ, այսքան նվիրյալ քաղաքացիներ չենք ունեցել միաժամանակ կամ հետապնդումների կամ կալանքի ներքո։ Այն որ հայտնի չի քաղբանտարկյալների թիվը այսօր, դա մեր մեղքն է։ Պետք է կարողանալ, իրոք եթե այդ ամեն ինչը հավաքվի, համատեղվի միտեղ, այդ պայքարը ավելի հուժկու կարող է լինել։ Հավաքվածների խոսքով Չալաբյանի ազատազրկումը ոչ միայն նրա, այլ բոլորի խնդիրն է, վտանգված է ազատ խոսքը։ Եթե հիմա նրանք քաղաքական հայացքների կամ իշխանության քննադատության համար հայտնվել են բանտում, վաղը նույնը կարող է կրկնվել ցանկացած քաղաքական կամ հասարակական գործչի հետ։ Այստեղ կարող էր լինել ավետիք Չալաբյանը եւ այս խոսափողով խոսել, սակայն ավետիքը այսօր քանի որ կալանավորված է, այս միկրոֆոնը փակ է եւ սա մատնանշում է հենց ցույց է տալիս խոսքի ազատության բերանը փակելու այս քաղաքականությունը։ Քաղաքականությամբ զբաղվելը հանցագործություն չէ, ազատ խոսքը դատավճիռ չէ, հնարավոր չէ բանտել ազատ խոսքը։ Ակցիայի մասնակիցներն ընդգծում են, սա մի քանի անհատի կամ քաղաքական ուժի խնդիր չէ։ Բռնաճնշումներն ունեն համակարգային բնույթ։ Բոլոր ընդդիմախոսները դառնում են իշխանության թիրախ, ձերբակալվում կամ կալանավորվում, առանց իրավական հիմքի։ Այս իշխանության մեջ քաղբանտարկյալ չլինելը մի տեսակ անոթ է։ Այնինչ այսօր տեղի է ունենում Ավետիք Չալաբյանի, Անդրանիկ Թևանյանի, Արեգնաս Մանուկյանի եւ մասնավորապես Գագիկ Ծառուկյանի շուրջ կարելի է վերցնել եւ դասական առումով իրավագիտության ֆակուլտետներում դասավանդել, թե ինչպես է լինում քաղաքական մտքերի, քաղաքական հայացքների խոսքի համար հետապնդումը։ Ծառուկյանի կալանավորումը երկու հանգամանք ունի։ Մեկը առաջինը տեսանք այսպիսի ծավալուն ընտրողների ձայների նկատմամբ խախտում, այսինքն տասնյակ հազարավոր մարդկանց ձայները ուղղակի արհեստականորեն փոշիացվեցին, ոչնչացվեցին եւ տեսանք նաեւ կալանավորեցին թույլ չտալով հետագա պայքարը։ Ընտրություններից առաջ անոնս, անոնսից հետո իրագործում։ Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ Արման Աբովյանը անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործերին եւ մարդկանց աշխատանքի ձեռքվելուն ընդգծում է, կալանավորման պատճառը օրենքի խախտումը չէ, հետապնդում է քաղաքական նպատակներ։ Ամենացայտուն, օրինակներից մեկն է դա Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունն է, որը ոչ մի իրավական հիմք չունի, ոչ մի։ Ասեմ ավելին, իրավիճակը այնպիսի աբսուրդի է հասել, որ մինչև ձերբակալություն նկատել եք, հիշում եք, չէ, անոնս էին անում, որ պետքա ձերբակալեն եւ պետքա ձերբակալեն զուտ քաղաքական նպատակների կամ քաղաքական հայացքների համար։ Իսկ ո՞րն էին Ծառուկյանի քաղաքական հայացքները։ Ատելություն չլինի, լինի հանրային համերաշխություն։ Ի վերջո արժանապատվություն ունենանք, ի վերջո գիտեք պատվի զգացում ունենանք։ Ի վերջո անենք այնպես, որ հերիքա իրար խժռեն, կապ չունի, դու ընդդիմադիր ես, իշխանամետ ես, Թուրքիա համար դու թշնամի ես ու հայ ես։ Իշխանության պնդմամբ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, մինչդեռ ընդդիմադիրներն ու իրավապաշտպանները նշում են, քաղաքական դրդապատճառներով կալանավորվածների թիվը անցնում է 5 տասնյակը։ Մանուշակ Մելքոնյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։